Մայիսի սկզբին տենոր ասոցիացիան մասնակցելու է Թուրքիայի Սիդե քաղաքում Հարմոնիա միջազգային 7-րդ մրցույթին, որտեղ Մարգար Եղիազարյանի կատարմամբ կհնչի Կոմիտասի Հովարեքը, Գարունանդ Լեյամանը եւ Ալեքսեյ Հեքիմյանի Իմ Անին։ Ասոցիացիան պաշտոնապես գործում է 2 տարի։ Սա թիմային գաղափար էր ստեղծել կազմակերպություն օգնելու մեր շնորհալի երիտասարդ կատարողներին մասնակցելու տարբեր միջազգային մրցույթների, ասում է ասոցիացիայի նախագահ Կարեն Զորաբյանը։ Տարբեր երկրների հետ համագործակցում ենք, ներկայ են գտնվում այնտեղ մրցույթներին, այստեղ մենք ունկնդրում ենք, ում կարելի է ներկայացնել, ում չէ։ Լսումներ են անցկացնում երաժշտական դպրոցներում, կոնսերվատորիայում, ընտրում առավել օժտվածներին եւ հնարավորինս աջակցում։ Տվյալ կատարողն է որոշում, որտեղ մասնակցի, որտեղ չմասնակցի, իսկ աջակցությունը արդեն մենք ենք որոշում։ Հնարավորությունները սուղ են այսօր, գումարային ինչ որտեղ մենք օգնում ենք, նման հարցերով սատար ենք կանգնում։ Մարտին Թբիլիսիում կայացած Վրաստանի ժողովրդական արտիստ Նոդար Անղուլաձեի անվան դասական երգեցողության 2-րդ միջազգային մրցույթում 4 տարիքային խմբերում Հայաստանը ներկայացրած 5 մասնակիցները զբաղեցրին առաջին, երկրորդ մրցանակային տեղերը, իսկ Մարիամ Ալոյանը արժանացավ Գրան-պրիի։ Հայաստանի մասնակիցներն իրենց կատարմամբ հիացրել էին ժյուրիի անդամներին։ Իտալիայից անգամ պրոֆեսորներ էին մոտեցել եւ առաջարկել ուսումը շարունակել իրենց մոտ։ Սա նրանց այն տարիքն է, ասում է ասոցիացիայի նախագահ, որ պետք է մասնակցեն նման մրցույթների, փորձ ձեռք բերեն եւ անուն։ Այս առումով յուրաքանչյուր օժանդակություն մեր երիտասարդ շնորհալի երաժիշտներին շատ կարեւոր է։